օրենսդրական գործընթացի, այսօր մեզ համար ուժեղ Հայաստանի մեկնարկն է տրված, չնայած մի շարք խոչընդոտների, թիրախավորումների, թե կլիներ դա օրենսդրական նախաձեռնությունների, միջամտությունների տեսքով անսպասելի մի քանի ժամվա ընթացքում հակաժողովրդավարական ու հակաիրավական եղանակով օրենքների ընդունման, որոնք թիրախավորում են կոնկրետ մեր քաղաքական ուժին, կոնկրետ մեր քաղաքական ուժի անձնանունը։ Դա կլինի վերջին օրերը, քիչ առաջ քննարկում եք, իրավական միջամտությունները, հիմա անդրադառնանք, մենք ինչպես պարոն Վարդևանյանը նշեց, բազմաթիվ մասնագետներով ուսումնասիրած լրակազմած փաստաթղթերի ցանկ ենք ու լրակազմ ենք ներկայացրել, որոնք իրավական տեսանկյունից խոցելիության խնդիր չունեն մեկ։ Մենք գնում ենք հաղթարշավի եւ գնում ենք բացարձակ մեծամասնական հաղթանակի երկու։ Մենք գնում ենք, որպեսզի մեր հասարակության, մեր ժողովրդի ծանր սոցիալական վիճակը, անվտանգային լրջագույն մարտահրավերները ու այն փոփոխությունների պահանջները, որ վրա են հասել, ի վերջո կյանքի կոչվեն ու հայ ժողովուրդը կարողանա ապրել ուժեղ Հայաստանում, ուժեղ առաջնորդի ղեկավարությամբ, ով Սամվել Կարապետյանն է, եւ ինչ վերաբերում է այս գործընթացներին, ձայնագրություններին, որ բազմաթիվ հարցադրումներ կա, հենց սա է մեր որպես իրավական ու ժողովրդավար պետության լրջագույն խնդիրը, որ այսօրվա իշխանությունները դարձել են քննիչ, դատավոր, դատախազ, տեսեք, ինչ որ ձայնագրություններ են հայտնվել լրահոսում իրավապահ մարմինների կողմից։ Դեռևս անգամ մի ամիս չի անցել, որպեսզի այդ ձայնագրությունները փորձաքննությունների ենթարկվեն, հասկանանք ում կողմից իրականացված են եւ ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Իսկ ինչու չեք հնարավոր տարբերակ համարում, որ դրանք հնարավոր սադրիչներ են, որ մարդիկ են, ովքեր մեր քաղաքական ուժի հետ աղերս չունեն։ Որովհետև մենք նախաքննության գաղտնիքով ենք կաշկանդված, որովհետև մենք, այո, մեր գլխավոր խնդիրը նրանում է կանում, որ մենք բավականին պարկեշտ ենք։ Եվ այո, մենք չենք թույլ տալիս իրավական գործընթացներին այդ աստիճան ծայրահեղ մանիպուլատիվ միջամտություններ։ Հարգելի, բայց ո՞րն է հերկումը։ Ես ինքս անձամբ տվել եմ օրերս ճեպազրույցել, հարցազրույցել, որում այս նույն մտքերը արտահայտել եմ։ Արդյոք դա հերքում չէ։ Արդյոք մեր երկրում, հատկապես տեսեք, եթե մենք ընդդիմադիր քաղաքական ուժ ենք, մենք քաղաքացիներ ենք, ովքեր կաշկանդված չեն հստակ օրինականության սկզբունքով լիազորություններով, պաշտոնատար անձինք, որոնք իրենց ծայրահեղ մանիպուլատիվ հայտարարություններ են թույլ տալիս, մանիպուլատիվ մոտեցումներ են թույլ տալիս, իրենք կաշկանդվածություն ունեն ի տարբերություն մեզ։ Ըստ միջազգային պրակտիկայի, ըստ մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի եւ ըստ ի վերջո մեր սահմանադրությամբ։ Այնպես որ ամփոփելով ասեմ, մենք ունենք հստակ օրակարգ, տեսլական ու այո, դուք գիտեք, մենք այն քաղաքական ուժն ենք, որը եկել է իրեն կաշկանդելու թե օրենքով ու իրավունքով, թե բարեվարկությամբ, ինչու ոչ այսօրվա իշխանությունը օրինակ վերցնելով, օրինակ մեր համակարգող ղեկավար կարելի է ավարտեմ, էլի պարոն Կիրակոսյան, մեր համակարգող ղեկավարի բարեվարք վարքագծից ընդունեցին բարեվարկության կանոնագիր այսօրվա իշխանությունները, որը ինչպես տեսանք շատ կարճ տևեց, իրենց բառամթերքն այնուամենայնիվ առաջ դարձել։ Ապրելու երկրի գլխավոր անդամները իրենք չեն ցանկացել ընդգրկվել նախընտրական ցուցակում, թե նաև ձեր ուժի կողմից է եղել պայման, որ իրենք չպետք է լինեն, հաշվի առնելով օրինակ, որ կարող է արտադրել, որ ժամանակի Նիկոլ Փաշինյանի հետ է համագործակցել։ Եվ կներեք նաև այն երկու ուժերը, որ միացել են նոր դարաշրջան միավորված։ Տեսեք, իրավական գործընթացը մի փոքր ներկայացնեմ, որոշակի մասնակցելիություն նախընտրական ցանկում ունենք, մեր ցանկը համընդհանուր դաշինքի 199 թեկնածուից է բաղկացած, ասեմ, մենք դաշինք ենք կազմել ի սկզբանե մարտի 31-ին կնքված հուշագրին համապատասխան երկու քաղաքական ուժերի հետ, դրանք նոր դարաշրջան եւ միավորված հայեր կուսակցություններն են։ Ապրելու երկիր կուսակցությունը մեզ հայտնել է իր աջակցությունը եւ կրկին հուշագիր ստորագրվել է համագործակցության ու աջակցության վերաբերյալ, բայց ոչ որպես դաշինքի մաս։ Շնորհակալ եմ։